Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Օրերս ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց քաղաքացիական լուսավոր Հայաստան քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու մասին։ Հասկանալի է, հետագայում կուսակցություն դառնալու նպատակով եւ չի բացառում, որ լուսավոր Հայաստանը մասնակցի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մենք այսօր կլսենք հենց իրեն, Էդմոն Մարուքյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայաստանում կուսակցությունները կրճատելու հրամայական է դրված, դուք կուսակցություն եք բացում։ Մի տեսակ հակասում են իրար այս մոտեցումները։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ Հայաստանում մարդ կուսակցությունները կրճատվեն եւ ստեղծվեն այնպիսի կուսակցություններ, որտեղ կան դեմքեր, կան թիմեր եւ ոչ թե կոնկրետ անձի շուրջ ձևավորված ինչ-որ խումբ։ Այս առումով ես կարծում եմ մեր քաղաքացիական մոտեցումը, որ արդեն քաղաքական նախաձեռնության է վերածվել, ուղղված է նոր մոդելի, նոր մշակույթի քաղաքական ուժ ձևավորելուն, որտեղ ուղղակի լինելու է թիմ, լիդերների թիմ, եւ որոնք որ բոլորն էլ իրենց դեմքերով են հանդես գալու եւ ոչ թե կոնկրետ մեկ մարդու դեմքով։ Ամեն դեպքում դեռ չի եղել քաղաքական միավոր, որի սկիզբը այս տողերով չլինեն։ Ես դա գիտեմ։ Սակայն շատ կարեւոր է թե ով է դա ասում, որովհետեւ պետք է նայենք անցած ճանապարհը, թե ինչ է եղել, եւ պետք է նայենք նաեւ այն մարդկանց կենսագրությունները, որոնք որ այդ նախաձեռնության մեջ են, եւ դա ապացույցն է այն բանի, որ իրապես լուրջ մարդիկ են հավաքված եւ լուրջ քաղաքական ծրագրեր ունեցող մարդիկ են, որոնք որ գտնում են, որ երկար տարիներ մնալով քաղաքացիական սեկտորում, չգիտեմ, գործարարությամբ զբաղվելով, ունեցել են տարբեր գաղափարներ եւ ունեն այն տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ։ Սակայն քաղաքական process-ներին չեն մասնակցել։ Գիտեք, կա մի տպավորություն այնպիսի, որ բոլորը քննադատում են, հա, այդ ոլորտի մարդիկ, բայց չեն ցանկանում գալ եւ ինքները զբաղվել քաղաքականությամբ, դառնալ որոշում կայացնողներից մեկը կամ փորձել ազդել որոշում կայացնողների վրա եւ հետո չբողոքել, այսինքն երբ որ դու քո տանը նստած ես կամ ինչ-որ սրճարանում եւ քննադատում ես բոլորին, բայց դու որևէ կերպ չես մասնակցում, չես ցանկանում վերցնել այդ պատասխանատվությունը քո վրա, դա մի տեսակ արդար չէ։ Ես հասկանում եմ, որ բոլորը չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, բայց գոնե այն հատվածը, այն մարդիկ, ովքեր որ ունեն տեսլական, պատկերացնում են, թե որ ոլորտում ինչ կարելի անել, այդ մարդիկ չգան, չմասնակցեն, սա շատ վատ մոտեցում է եւ կարծում եմ քաղաքական համակարգը մինչեւ այսօր այնպեսին է եղել, որ չի խրախուսել մարդկանց մասնակցությունը քաղաքական process-ներին։ Եթե անկեղծ դուք երկար եք նախապատրաստվել այս։ Մենք հունիս ամսից գրասենյակ ունենք, իսկ գաղափարը սկսվել է տարածվել, սկսել եմ քննարկումներ, կոնսուլտացիաներ ԵՏՄ քվեարկությունից սկսած, խորհրդանում դա 2013 թվականի դեկտեմբեր ամիսն էր, այսինքն ԵՏՄ-ի քննարկումը ինչ-որ անկյունաքարային բան է։ Այո, այդ գաղափարը այն ժամանակ ծագեց իմ մոտ, որովհետև ես տեսա, որ խորհրդանում մենք չունենք քաղաքական փոխզսպան համակարգեր։ Դա ինչ է նշանակում, որ քաղաքական ուժեր լինեն, որոնք որ տարբեր տեսլականներ պետք է ունենան, եւ պետք է մեկը մյուսին փոխզսպեն եւ հավասարակշռեն։ Այսինքն մենք ունենք մեծ քաղաքական ուժ, որը իշխանության կրողն է այս պահին, պատասխանատվություն ստանձնած քաղաքական մեծամասնությունը եւ փոքր ուժեր, որոնք ըստ էության արտաքին քաղաքական, ներքին քաղաքական բազմաթիվ հարցերում նույն բաներն են ասում։ Ուղղակի մեկը մյուսի հեն ասում է, որ այ որ մենք գանք դա լավ կանենք։ Շատ մեծ է վտանգը, որ դուք գալիս եք հենց այդ փոքր ուժերի շարքը համալրելու։ Գիտեք, վտանգը կայանում է նրանում, որ փոքր ուժերի համալրելով, եթե չնեղվեք այդ իրատեսությունից։ Չեմ նեղվում։ Ես իրատես եմ, մենք ես հիմա կասեմ, թե մենք ինչ վերլուծություն ունենք։ Մենք պատկերացնում ենք, որ այս պահին, ոչ թե պատկերացնում ենք, մենք ուսումնասիրություններն է ցույց տալիս, որ այս պահին մոտարապես 30% ընտրազանգված կա Հայաստանի Հանրապետությունում, որոնք կիսում են այն գաղափարներն ու տեսլականը, որը մենք ենք կիսում։ Դա եվրոպական մոդելի Հայաստան ունենալն է։ Մենք գալիս ենք այդ ընտրազանգվածին խորհրդարանում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կառավարման մարմիններում ներկայացնելու։ Մենք գալիս ենք այդ ընտրազանգվածի տեսլական այդ դրոշակը բարձրացած կուսակցություններ շատ կան։ Դա քաղաքական մեծամասնություն չէ բնավ եւ կարող է ձեր ասած փոքր ուժն է, բայց առաջին քայլը պետք է այսօր անել եւ եթե մեզ հաջողվի այն ծրագրերը, որոնք որ մենք ցանկանում ենք իրականացնել, կոնկրետ այդ 30%-ի հետ կապված եւ շարունակել, մեր մեծամասնություն կազմելը երկար սպասել իրեն չի տա։ Մի անկեղծ խոստովանություն էլ։ Վերջին շրջանում, երբ մենք հետևում ենք ձեր քաղաքական հետագծին, դուք ավելի ակտիվ եք, քան սովորաբար լինում եք։ Խփում եք աջ, խփում եք ձախ, խփում եք անգամ յուրայիններին եւ ոչ յուրայիններին եւ մենք մտածում ենք ինչ է անում Էդմոն Մարուքյանը, հետո պարզվեց կուսակցություն է բացում։ Գիտեք, ես որ ընտրվել եմ, եղել է հետեւյալ օրակարգը, այսինքն 2 տարի ես ունեցել եմ
օրակարգ, լինել պրոֆեսիոնալ падգամավոր խորհրդարանում, ինչպես որ խոստացել եմ իմ ընտրողներին, եւ իրականացնել падգամավորական դասական գործունեություն եւ ներկայացնել նրանց շահերը խորհրդարանում, ինչը լավագույնս արվել է մինչեւ այսօր։ Եվ իմ կողմից արդեն նշված քվեարկությունից հետո ես խորը հիասթափություն ապրեցի իրապես մեր քաղաքական համակարգի եւ ներկա իրավիճակի հետ կապված, եւ այդ գաղափարը ծագեց եւ սկսեցի իմ տարբեր ընկերների հետ քննարկել, հետո դուրս գալ ընկերական շրջապատից քննարկել արդեն տարբեր ոլորտի հայտնի մարդկանց հետ եւ մենք բոլորով եկանք այն եզրանկման, որ պետք է այդ ուժը ձևավորել եւ այդ ճանապարհին արդեն օրակարգը, որը զուտ падգամավորական օրակարգ էր, դա դարձավ քաղաքական օրակարգ։ Հետեւաբար պետք է նաև գնահատականներ տալ քաղաքական օրակարգում եղած հարցերին եւ պետք է գնահատականներ տալ քաղաքական համակարգին ամբողջությամբ, այսինքն այն հիվանդությունները, որ քաղաքական համակարգը ունի եւ ինչը ցանկանում են բուժել սահմանադրական բարեփոխումներով, ես դրա մասին արդեն տարուկես 2 տարի խոսում եմ։ Հայաստանյան փորձը հուշում է, ինքներդ դա լավ գիտեք, որ առանց ֆինանսական կապիտալի քաղաքական կապիտալ ունենալը գրեթե անհնար է մեր իրականությունում։ Հիմա եթե դուք գաղտնիք եք բացելու, կարող եք չբացել, իսկ եթե այդ մասով վստահ եք, լավ կլինի ասեք։ Շատ լավ, այդ հարցը շատ է տրվում։ Գիտեք, ես նախ իմ ուսումնասիրություններնից ցույց են տվել, որ քաղաքական կապիտալի եւ ֆինանսական կապիտալի հետ կապված նախ գոյություն ունի կեղծ ձևավորված մի միջավայր, որ գիտեք, դուք չեք կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ դուք փող չունեք։ Եվ դա քաղաքական այսօրվա դերակատարները ասում են բոլոր նոր քաղաքական Չէ, քաղաքականությամբ կարող եք զբաղվել, բայց փող չունեցողի տեղը կզբաղեցնեք։ Փող չունեցողի տեղը ո՞րն է։ Մեր ամբողջ ժողովուրդը փող չունի եւ ամբողջ ժողովրդին ներկայացնելու դա հայկական քաղաքական իրականության յուրահատկությունն է։ Տեսեք, ես կարծում եմ, որ մեզ փող է պետք մի բանի համար։ Մեր գաղափարներն ու իդեաները հասցնելու ժողովրդին։ Եվ այդ փողը այն փողը չի, որը որ անընդհատ շահարկվում եւ քննարկման առարկա է դառնում։ Ես չեմ ասում փող, որով դուք պետք է մարդկանց շահագրգռեք, ոչ, դա չի։ 1000 շահի կուսակցություն պայելու մասին է խոսքը գնում։ Եվ նոր մեթոդներ կան այսօր, նոր մեխանիզմներ կան, նոր տեխնոլոգիաներ կան։ Մենք նոր սերնդի մարդիկ ենք, 21-րդ դարի կրթություն ստացած մարդիկ ենք։ Եվ գիտենք ոնց կարելի է շատ փոքր ռեսուրսներով հասնել մեծ արդյունքների։ Մենք դա կանենք, շատ թափանցիկ ցույց կտանք։ Այս 4 ամիսա մենք գործում ենք եւ գործում ենք մեր անդամավճարների հաշվին, որքան որ կմեծանա նախաձեռնությունը նաև քաղաքական ուժ կդառնա, այնքան կմեծանա նաև ներդրումների քանակը, եւ ավելին մենք նաև ներկայացնում ենք Հայաստանում միջին խավին։ Հայաստանում այն խավին, որը որ ցանկանում է տեսնել եվրոպական մոդելի երկիր։ Այսինքն դուք միջին խավն էլ ֆինանսավորել արդեն շոշափելի անդամագրված մարդիկ ունեք։ Թվականակ ունեք։ Այո, նախաձեռնությունը գնալով մեծանում է։ Մեր առաջին տեսահոլովակը եթեր տալուց հետո, նկատի ունեմ եթեր սոցիալական մեդիայի միջոցով, հա, հարյուրավոր նամակներ են ստանում նախաձեռնության անդամները, այդ թվում նաև ես, որոնց որ մենք հավաքագրում ենք, մշակում ենք եւ այդ մարդկանց հետ ապահովում ենք հետադարձ կապը եւ այդ ճանապարհով մենք գնալու ենք հավաքագրելով մարդկանց եւ այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ, առաջին պլանի մարդիկ, այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուղղակի մեզ աջակցել, չերևալ իրենց դեմքերով, բայց ամեն դեպքում համակիր լինել, համախոհ լինել, երկրորդ պլանի մարդիկ, երրորդ պլանի մարդիկ, ովքեր այդ մարդիկ կլինեն երևի բիզնես ոլորտի մարդիկ։ Տարբեր ոլորտի, գիտեք, այսօր փոքր եւ միջին բիզնեսը շատ ծանր վիճակում է, գիտեք։ Եվ մենք ունենք նրանց ապահովելու ծրագրերը, մենք ունենք այն տեսլականը, թե ինչա պետք անել, եւ այդ տեսլականով պետք է ուղղակի կիսվել մարդկանց հետ, այդ գաղափարները հասնել իրանց եւ դրա հետադարձ կապը ստանալ ձայնի եւ աջակցության տեսքով։ Մի քիչ դժվար է պատկերացնել քարտեզի վրա, թե դուք որտեղ պետք է զբաղեցնեք, որովհետեւ եթե հայացք են գցում արդեն գոյություն ունեցող քարտեզին, ոտք դնելու տեղ չկա։ Հիմա դուք Ես հակառակ կարծիքին եմ, ես հակառակ կարծիքին եմ, նախ ես չեմ գտնում, որ մենք ինչ որ մեկի հաշվին ենք գալիս, որովհետեւ այն գաղափարները, որ մենք դուք քաղաքական արևն եք պահանջելու ձեր ներկայությամբ, ում արևն եք խլելու եւ պատկերավոր եթե մենք ներկայացնելու ենք այն մասի արևը, որը որ ցանկանում է մեզ տեսնել խորհրդարանում։ Նրանց արևը այս տարիների ընթացքում ըստ էության չի կարողացել տաքացնել խորհրդարանում այդ հատվածը, որովհետեւ այդ մարդիկ ներկայացված չեն խորհրդարանում։ Այդ գաղափարն ունեցող մարդիկ, օրինակ ես եթե այսօրվա քաղաքական ներկապնակն եմ նայում, վաղը լինի ընտրություններ, ես չեմ գնա ընտրության լավագույն դեպքում, կամ եթե գնամ, չգիտեմ ում եմ ընտրելու, որովհետև այն առաջարկը քաղաքական ուժերից չկա, որ իմ նման մարդկանց առաջարկի։ Մենք գալիս ենք այդ առաջարկը ձևակերպելով եւ ձևակերպում ենք։ Հետեւաբար այդ մարդիկ պետք է այդ առաջարկը ընդունեն եւ գան աջակցեն մեզ։ Սա է տարբերակ, ուրիշ տարբերակ չկա, ասենք ասել, որ մենք գալիս ենք սրա տեղը գրավենք, բայց ես օրինակ կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանը տոտալ այլ խորհրդարան է լինելու, որովհետև անցած այս ճանապարհը, այս տարիների ճանապարհը ցույց է տալիս, որ բազմաթիվ ուժեր այլևս այն աջակցությունը չեն վայելում, որ վայելում էին ժամանակին։ Սա ակնհայտ է։
Այլ խորհրդարան նկատի ունեք լինելու են քաղաքական իսկապես գործունեություն զբաղվող մարդիկ։ Դա հիմնականում ես կարծում եմ, որ ավելի լավ կրթական ցենզը նկատի ունեք քաղաքական, ավելի նաև նոր դեմք է եւ նոր քաղաքական ուժեր։ Այս առումով եմ ես ասում։ Պարզա որ քաղաքական համակարգը այնպեսին չէ եւ չի հասցնի առողջանալ այնքան, որ ընդհանրապես ամբողջությամբ փոխվի եւ մենք չունենանք այն իրավիճակը, որ այսօր ունենք։ Ձեր շարքերը համալրում են քաղաքական ակտիվիստները եւ նրանցից մի քանիսն արդեն հայտարարություններ են տարածել։ Մեզ խոչընդոտելը դժվար է լինելու, ակտիվիստներից մեկը այդպիսի հայտարարություն է արել։ Համարձակություն դրսևորելու ինչ որ միտումներ է նկատվում, դա ինքնապաշտպանական բնազդից եկող բան է, թե իսկապես դուք ուզում եք այդ քաղաքացիական նախաձեռնության վրա հիմնել կուսակցության ամբողջ։ Այո, խոսքը մեր անդամներից Մանեթ Հանդիլյանի հարցազրույցի մասին է, որ այդպես է վերնագրվել այսօր, եթե չեմ սխալվում 168 ժամ թերթում, գիտեք, խնդիրը հետևյալն է, որ դու գնահատում ես քո ուժերը, որ դու գիտես դու ով ես եւ քո հետի մարդիկ ովքեր են, եւ ովքեր են քեզ աջակցում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ, միջին խավը ներկայացնող մարդիկ, որոնք ինքնաբավ մարդիկ են, նրանց հնարավոր չէ վախեցնել, հնարավոր չէ նրանց աշխատավարձը կտրել, հնարավոր չէ նրանց ինչ-որ բաներով բայց իշխանություններից դժգոհ, բայց դժգոհ ներկա իրավիճակից, հասկանում եք, մենք ինստիտուցիոնալ մոտեցումներ ունենք, այսինքն մենք չենք անձերի դեմ չենք պայքարում։ Մենք ասում ենք, որ պետք է կայացնել ինստիտուտները։ Տեսեք, Հայաստանի ընդդիմությունը այս տարիների ընթացքում, 20-25 տարիների ընթացքում միշտ ձևավորել է անձերի դեմ պայքար։ Հիմա նայեք, այս ոչի ճակատն էլ նույն ձևով է ձևավորված։ Անձի դեմ է պայքարը ձևավորվում։ Այսինքն ոչ ասենք նախաձեռնողին, գործող նախագահին, դրանից առաջ նախագահական ընտրությունների ժամանակ նույն ձևով, այսինքն մեզ մոտ միշտ սև ու սպիտակի է դաշտը բաժանվում։ Դե հիմա էլ երևի այդպես պետք է լինի, ձեզ պետք է մուտքագրեն ընդդիմության ճամբարում, թե որտեղ։ Մենք որևէ տեղ չենք մուտքագրվում, մենք ընդդիմադիր։ Ես ձեռագիրն եմ ասում, որին դուք ավելի լավ եք անում։ Եթե դու չես մտնում այդ դաշտ, դու այլ քո նոր մոտեցումն ես բերում, հասկանում եք, նրանք ասում են սև ու սպիտակ է, մենք ասում ենք ոչ, կարող է նաև կանաչ գույն։ Իսկ մոտեցումը սա է։ Դե տեսեք, վաղ ընդդիմությունը ինչ որ քայլեր է ձեռնարկելու եւ բարբերաբար անելու է։ Դուք որտեղ եք, ինչպես եք արձագանքելու։ Մենք մեր օրակարգ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժ ենք եւ մենք բոլոր process-ների վերաբերյալ ունենք մեր արձագանքը, մեր մոտեցումը, մեր տեսլականը եւ ցանկացած ասեք այլ ընտրանքային ընտրություն եք։ Եվ ցանկացած որոշում, որ կայացվի, ինչպես որ ես այս 3 տարիների ընթացքում գործել եմ խորհրդարանում, դա կայացվելու է հստակ իր բարձաբանումներով եւ հիմնավորումներով։ Եթե ինչ-որ բանին դեմ ենք, մենք հիմնավորել ենք ինչի ենք դեմ։ Եթե ինչ-որ բանին կողմ ենք, հիմնավորել ենք ինչի ենք կողմ։ Եթե ինչ-որ բանի չենք մասնակցում, պետք է ասենք թե ինչու չենք մասնակցում։ Մենք ըստ էության մասնակցային process-ների կողմնակից քաղաքական ուժ ենք։ Սա մեր մոտեցումն է, որ քննարկում ենք։ Դուք ստիպված եք լինելու նաեւ ձեր արտաքին կողմնորոշումը հստակեցնել։ Կարծում եմ այն հստակ է եւ ես բազմիցս դրա մասին հնարավորություն եմ ունեցել խոսելու։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը որպես անկախ պետություն, որպես այս տարածաշրջանում արդյունավետ գործող պետություն, պետք է լինի եվրոպական մոդելի երկիր։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը ապագայում պետք է դառնա Եվրոպական միության անդամ պետություն, որտեղ որ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ որ ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար, որպես միջոց մարդու բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու առումով։ Սա է մեր տեսլականը, մենք հասկանում ենք, որ սա համար կարող է տասնյակ տարիներ պահանջվել, բայց առաջին քայլերը պետք է անել հիմա։ Եվ պետք է Հայաստանը ունենա այդ հնարավորությունը, ինչի մասին։ Մենք կարծում ենք, որ անհնարին բան չկա եւ այդ հնարավորությունները միշտ կան եւ եղել են։ Հայաստանը անկախության հռչակագրի ընդունման օրվանից եվրոպական ինտեգրացիայի ճանապարհն է ընտրած եղել եւ այսօր էլ ես կարծում եմ, որ այդ դուռը փակ չէ, այդ հնարավորությունները սպառված չեն։ Կուսակցություն հիմնելու նախաձեռնությունը տրամաբանորեն գալիս է նաև սահմանադրական փոփոխությունների կոնցեպցիից, որովհետև դուք արդեն որպես անկախ պատգամավոր արտահայտությունը այստեղ կարծես թե այլևս չի հնչում։ Նաև դա է մղել ձեզ։ Սահմանադրությունը, նոր սահմանադրությունն է հուշում ձեզ ինչ է։ Ոչ, որովհետև նոր սահմանադրությունը կարող է ընդհանրապես չանցնի եւ կապ չունի թե ըստ էության ինչ ընտրակարգ։ Եվ աչեր լինի պատրաստ լինել։ Ինչ ընտրակարգ կլինի, ամեն դեպքում մեր օրակարգը հետեւյալն է. ձևավորել քաղաքական ուժ։ Մենք չենք մտածում, որ օրինակ պետք կարող ենք ունենալ 3 անկախ պատգամավոր եւ ինչ-որ բան անել։ Համակարգային բարեփոխումների հասնելու, համակարգային քաղաքական process-ներին մասնակցելու եւ լոբինգ անելու համար պետք է քաղաքական ուժ ձևավորել։ Այլ տարբերակ չկա։ Այլ բան կլիներ, եթե օրինակ ես այս 3 տարիների ընթացքում որոշեի, որ այլևս չեմ մասնակցելու քաղաքական process-ներին, դա այլ բան կլիներ, բայց հիմա
իմ մոտեցումները եւ իմ գործընկերների մոտեցումները, ովքեր հավաքված են, ովքեր նախաձեռնության մեջ են, մենք բոլորս գտնում ենք, որ 1-2 անկախ падգամավորով, 1-2 փոփոխություն բերող մարդով խորհրդանում բան չի փոխվի։ Պետք է բերել փոփոխություններ համակարգային եւ խմբով թիմային աշխատանքի արդյունքում։ Կուսակցությունը կունենա իր նախագահ, քաղաքական խորհուրդ է, այս դասական մոդելով է Դա օրենքով է սահմանվում, որովհետեւ դա մեզանից կախված չէ, օրենքով սահմանված կարգով, ինչպես որ կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն է պահանջում, կուսակցության գործադիր մարմին, համագումար, գործադիր մարմնի ղեկավարը, այդ ամենը օրենքով սահմանված կարգով համագումարի ժամանակ կորոշվի։ Իսկ ումն է լուսավոր Հայաստան, լուսավոր արտահայտության հեղինակը։ Գիտեք, լուսավոր Հայաստան գաղափարը ծնվել է լուսավորական գաղափարախոսությունը քննարկման առարկա դարձնելու արդյունքում։ Մենք տարբերակներ ենք ունեցել անվանումների, քննարկումների արդյունքում կանգ ենք առել լուսավոր Հայաստան նախաձեռնություն, ապագայում լուսավոր Հայաստան կուսակցություն անվանման վրա, ինչու, որովհետև մենք գտնում ենք, որ հայ ազգը, հայ ժողովուրդը լուսավորական գաղափարախոսությունից կտրված է եղել։ Իսկ այսօրվա քաղաքակիրթ աշխարհը լուսավորական գաղափարախոսության վրա է հիմնված։ Որոնք են դրանք։ Մարդը, մարդու իրավունքներն ու ազատությունները, մարդու արժանապատվությունը որպես բարձրագույն արժեք, այսինքն ամբողջ Եվրոպան, արևմտյան երկրները, այսօրվա զարգացած, որտեղ որ մեր ժողովրդի մի հատվածը գնում է որպես տուրիստ ման է գալիս, որտեղ մի մասը գնում է բուժվում է, որտեղ մի մասը գնում է կրթություն է ստանում, որտեղ մի մասը գնում է մեքենա է բերում որ վարի, որտեղ մի մասը գնում է որ տեխնիկա այնտեղից բերի, հա, որտեղ որ աշխարհը զարգացում է ապրել, այդ գաղափարների վրա է հիմնված զարգացում ապրել։ Եվ այդ գաղափարներից մենք կտրված ենք եղել։ Ինչու, որովհետև եղել ենք հետամնաց տերությունների տիրապետության տակ։ Հիմա որպես անկախ պետություն մենք հնարավորություն ունենք։ Հասկանալի է, դուք 21-րդ դարում լույսի հետ կապ չունի դա։ Չէ, բավականին լուսավորյալ մարդկանց շրջանում լուսավոր տերմինն եք օգտագործում եւ ակամա երևի նրանց բան եք անում։ Այդ մարդիկ մեր մեղադրում եք մթան մեջ գտնվել։ Չէ, նման բան չկա։ Մենք այդ գաղափարները ջատագովման միջոցով, հա, լոբինգ բառը Հայաստանում թարգմանած է ջատագովել, հա, այդ միջոցով պետքա փորձենք աշխատանք տանել մարդկանց հետ։ Ոչ թե գնանք մթության մեջ խարխափող մարդկանց լուսավորենք, մենք նման լուսավորողների կամ լուսավորիչների տեղը մեզ երբեք չենք դրել եւ չենք դնում, խոսքը գնում է Հայաստանի մասին, խոսքը գնում է լուսավոր Հայաստանի Ինչեր եկան աչքի սարեր։ Եվ ոչ թե 8-8 տարին։ Չէ, բայց ամեն դեպքում հայկական վերածնունդ կա, չէ, այդպիսի շարժում կա նաև էլի նախաձեռնողական լուսավոր հիմա Հայաստան։ Մի տեսակ խորհրդային խապկանք չեք տեսնում այս։ Գիտեք, Հայաստանում այս տարիների ընթացքում եվրոպական տարածքում եւ աշխարհում հայտնի բոլոր քաղաքական ուժերը իրենց անվանումներով գրանցված են Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում։ Դրանք չեն էլ գործում։ Դրանք կանոնադրություն են եւ կնիք։ Հիմա եթե խորանանք անվանումների վրա, պետք է ասենք, գիտեք, այդ եվրոպական բոլոր ուժերը գրանցված են, ամերիկյան քաղաքական ուժերը իրենց անվանումներով գրանցված են։ Եվ եթե ամեն մի քաղաքական ուժ իր անվանումով մեզ մոտ քննարկման առարկա է դարձել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ երկար քննարկումների արդյունքում ենք եկել լուսավոր Հայաստան անվանմանը եւ դրա մեջ կա դրական, շատ պոզիտիվ ուղերձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ մենք գալիս ենք փոփոխություններ բերելու դրական առումով, դրական փոփոխություններ։ Եվ այդ լուսավոր տերմինն էլ մղեց մեր այս հանդիպմանը, ես նույնպես պիտի խոստովանեմ, որ սա էլ ընդունեք որպես մեր աջակցություն է այդ նորաստեղծ լուսավոր կուսակցություն։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Արցախ զրույցների եթերում ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյան։ Հաջողություն։